Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք ձեզ եւ մաղթում, որ աշխատանքային շաբաթը այս արևառատ ամառային տապը այդ փակագծերում էլ այդ վերջին 3 բառը ձեզ բարձր տրամադրություն ապարգևեն։ Միասին սկսում ենք 2026-ի 28-րդ աշխատանքային շաբաթը, հուլիսի 6-ն է, օրը երկուշաբթի։ Հաշվել ես հատուկ նստել, հաշվել ես, տեսնում ես։ Բարի լույս ենք ասում, ժպիտով, լավ տրամադրությամբ, անկախ եղանակից։ Այ դա բանալի բառերը անկախ եղանակիցն էին։ Տիգրան Հարությունյան Եվ Լուսինե Մուրադյան, 21 աստիճան այս պահին Երևանում եղանակի մասին դեռ խոսենք։ Իսկ մինչ այդ բարի լույս։ Սուրճ ու սեր առավոտից։ Դե իհարկե ապրում ենք մեր կյանքը շատ սիրելով։ Շատ սիրելով սիրելիներին, հատկապես որ այսօր հետաքրքիր մի օր է, տոն չասեմ էլի, բայց այդուհանդերձ հիշեցնում է այդ մասին եւ սիրելու լավագույն դրսևորումներից մեկին կանդրադառնանք։ Անպայման կանդրադառնանք 9:35 Քրիստինե Պեպելյանի նոր կատարումով, վաղուց Քրիստինեն չէր եւ օրեր առաջ է պրեմիերան տեղի ունեցել։ Եվ փաստորեն որոշել է վերադառնալ ու շատ էլ լավ է արել։ Մենք էլ ենք ողջունում երգչուհուն, կարոտել ենք այլ ասել, հա։ Դաթարից հետո շատ երկար էր ուղակի դաթարը դրա համար։ Բարի լույս ենք ասում բոլորին, ովքեր արդեն գուցե ըմպել են սուրճը կամ այս պահին ըմպում են մեզ հետ միասին ուղիղ եթերում։ Այնպես որ շարունակեք ըմպել ձեր մեկ բաժակ
տաք սուրճը, որովհետև եղանակն էպիսին է, որ տրամադրում է տաք սուրճի, չէ՞ Տիգրան ջան։ Այո, միանշանակ տաք։ Ես չգիտեմ ինչ ասեմ, բայց սա ամառ չի։ Նույնիսկ կարողության տաք շոր էի հանել։ Մենք ամռանը միշտ շոքից կոտորվում էինք, մի տեսակ շունչներս չէր բավականացնում։ Սա ինչ եղանակ է, սա ամառ է, սա հուլիսի եղանակ է, ասեք, ես չեմ դուք եք։ Այո, եղանակից ենք խոսելու հենց հիմա։ Հասկանանք հանրապետության տարածքում ինչ է սպասվում։ Գիշերը խոստանում են եւ առհասարակ ոչ միայն այսօր, այլև վաղը չէ մյուս օրը, նաեւ կեսօրից հետո շրջանների զգալի մասում, առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հիմա ասում ես այդ երկը ամպրոպի ձայնն է խոսում հնչեցնել պարտադիր։ Ամպրոպը կա։ Չգիտեմ, բայց սա ամառ է, չգիտեմ, տեսնենք դժգոհ եմ շատ։ Իդեպ, այսօր նաև ջերմաստիճանի նվազում են խոստանում, սկսվել է նվազումը Երևանից 2-ից 4 աստիճանով։ Տեսնենք Երևանում ինչպիսին է պատկերը։ Ահա, այսօր եւս կեսօրից հետո առանձին հատվածներում նաև երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաև քամուշ գնացում ունենք 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, իսկ օրվա ընթացքում ջերմաստիճանը շատ չի բարձրանում, մինչև +18։ Մենք որ գալիս էինք աշխատանքի, հասանք ռադիոտան բակ եւ անձրևը սկսվեց։ Հիմա մեր գործընկերներին խնդրենք նայեն պատուհանից դուրս եւ տեսնեն անձրև գալիս է թե ոչ, ասում են թե գալիս է, ուզում է ասել ես կամ այստեղ եմ։ Դե ոնց կարող էինք չհասկանալ։ Մենք կես խոսքից հասկանում ենք։ Ինչ խոսք, կես ժեստից ես կասեի, որովհետև իրար չենք լսում եւ տեսնում ենք։ Լավ։ Գնանք ճանապարհներ, տեսնենք Հայաստանի Հանրապետության տարածքի ավտոճանապարհներն ինչ վիճակում են, դրանք անցանելի են եւ իհարկե չենք կարող չանդրադառնալ Ստեփան-Զմինդա-Լարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ հիմա հասկանանք մայրաքաղաքի ճանապարհներն ինչ վիճակում են, արդյոք հասանելի են ճանապարհները թե ոչ, եւ իհարկե հասկանանք խցանումների նիշը որքան է։ 7 բալ է, ինչպես միշտ այս ժամին 1000-ից 1 որ ասենք 6 բալ է, բայց այս բանը 7 բալ է։ Հիշում ես մի անգամ 0 էր։ Որով 1 էր, որովհետեւ փողոցները փակ էին։ Հասկացա։ Դա։ Դե ուզեի դա երբ է։ Փողոցները փակ էին դրա համար։ Շատ հետաքրքիր միջադեպ հիշեցիք։ Ունենք ցավոք սրտի նաև այս պայդրությամբ մեկ ավտովթար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա է։ Ավտովթարը մանկական այգու հարևանությամբ այս պայն կա։ Վթար ընդհանուր առմամբ քաղաքը արդեն այսպես մտնում է ծանրաբեռնված փուլ, չէ, ինչ մեկ, երկրորդ վթարն էլ պեղեցին։ Իհարկե Երևանյան լճի մոտ, իհարկե Իսակով պողոտա։ Իհարկե, այդպես էլ պիտի լիներ, տեղ է արել, հա, այդպես ասենք։ Ինչ է այդ ասֆալտի վրա գրված կամ գուցե քսել են ինչ-որ բան, որ այնտեղ անդադ բախվում են մեքենաները։ Չար ուժերն են այդտեղ նստել, սուրճը խմում ու չեն հեռանում։ Նաև հայտնվեց 4-րդ ավտովթարը, ինչ մենք Լուսինի հետ խոսում էինք Իսակով պողոտայի վրա, այս անգամ Գարեգին Նժդե մետրոյի հարևանությամբ է։ Ծանրաբեռնված հատված է իհարկե, բայց այդուհանդերձ հարգելի վարորդներ։ Երրորդ մասի հրապարակի մոտ է։ Դա գիտեք ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է նրանով, որ դուք չեն միացնում, իրար չեն զիջում։ Դուք մտածում եք, թե դուք մենակ եք փողոցում վարում եւ ընդհանրապես չեք կարողանում մտածել կողքի վարորդի վարքագծի մասին եւ թե դուք ինչ գործողություն պիտի անեք, որպեսզի չստեղծեք պայթյունավտանգ իրավիճակ։ Դե ասում, թարթից չեն միացնում, խցկվում են, աչից փորձում են վազանց անել։ Կեսնել կանոնները չգիտեն, այո, այդպես է։ Արի գնանք օթային տարածք։ Գնանք օթային տարածքում ավելի խախանդ է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ չի նյարդայնացնում։ Ոչ ոք չի չի փորձում խցկվել։ Ունենք վաղաժամ եւ ուշացումով վայրեջքներ, 2 վաղաժամ վայրեջք ունենք, Դուբայի 2 չվերթներն են 11:25-ի փոխարեն, Հայաստանն ժամանելու 10:56-ին հարգելի ռադիոլսողներ, Աբուդաբի չվերթը, որքան էլ զարմանալի է, եւս միշտ վաղաժամ է վայրեջք կատարում, այսօր ուշացում ունի 12:45-ի փոխարեն վայրեջք է կատարելու 13:35-ին եւս մեկ ուշացում Բաթումի չվերթը 13:40-ի փոխարեն Հայաստանը ժամանելու ժամը 22-ին մեքենայով ավելի շուտ կհասնեինք փաստացի են պարագայում որ 20-25 րոպեի ճանապարհ է օթային տարածքով մեկնումների սանդղակն ենք նայում եւս երկու ուշացում բնականաբար դրանք ուշ են գալիս ուշ էլ գնալու են հետեւաբար Բաթումի չվերթը որ նախատեսված է ժամը 11-ին տեղի կունենա
կունենա ժամը 19-ին, Սոչիի չվերթը, որ նախատեսված էր թռիչքը 11:50-ին, տեղի կունենա ժամը 15-ին, ունենք եւս մեկ ուշացում, դե Աբու Դաբիի չվերթը, որ 13:35-ին պետք է թռչեր, իրականացնի թռիչքը 14:45-ին։ Բարի գալուստ եւ իհարկե բարի ճանապարհ։ Դե իսկ եթե պետք է արտարժույթ գնեք, ապա ծանոթացեք Կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 367 դրամ է, 1 եվրոն 421, ռուսական ռուբլու փոխարժեքը 475 դրամ է, վրացական լարին 139 դրամ է, բրիտանական ֆունտ ստերլինգը 491, դիրհամը 100 դրամ է եւ իրանական 1 ռեալի օրվա փոխարժեքը 0.026 դրամ է։ Ինչ որ ուրիշ երկրի հնդկական ռուպին էլ 8617 է։ Ասացի։ Կեցես։ Ուրա, Ինչ ունենք համացանցում։ Հա, on-line տիրույթում մեզ ջերմ ողջույններ են ուղարկում, իդեպ մեզ սրտանց ողջունել է նաև Աշուղ Աստղանուշը, ասում է բարի լույս Տիգրան եւ Լուսինե ջան, սրտիկներ է ուղարկել բարի լույս, հարգելի շատ սիրելի Աշուղ Աստղանուշ։ Հիշեցի մտովի մեր ճամփորդությունները, միանշանակ տեղափոխվեցի Մարտունի եւ տեղափոխվեցի նաև Բերթավան, ճիշտ եմ, չէ՞։ Ողջունենք բոլոր Աշուղներին։ Բոլորին, այո։ Արմեն Աբրահամյանն է ողջունում, Մանուշակ Թումանյանն է ողջունում, ասում է մաղթում ենք հաջող աշխատանքային օրեր, իդեպ ովքեր հանգստի են մեկնում, նրանց էլ հրաշալի հանգստյան օրեր։ Արմեն Աբրահամյանն ասում է հիանալի օր եմ մաղթում, Մանուշակն էլ հավելում ձեզ հետ սուրճի ըմբում, հաճելի օրվա, խաղաղ շարունակություն, շնորհակալություն, շարունակեք գրել մեզ, զանգահարել մեզ։ 9:41, մենք շարունակում ենք։ Ты с ума свела немало, я все пойму однажды, потому что мне не важно, что есть шальные птицы и что это не годится. Может, я тот отважный, где ты скитаешься, но где скрываешься ты от людей. Возьми меня с собой, я тот безумный, видимо, я могу быть с тобой. Ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. За океаном реки, за рекой леса горы, то, что стоит навеки, остальное разговоры. Ты все поймешь однажды, а уже когда не важно, но может очень скоро ты сама собою где-то будто бы буря в море. Не сможешь быть другою, это точно я не скрою. В небе шалеют птицы, в море болтают рыбы, им лишь бы с кем-то спорить. Где ты скитаешься, но где скрываешься ты от людей. Возьми меня с собой, я тот безумный, видимо, я могу быть с тобой. Ой, 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 просто ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Где ты скитаешься, но где скрываешься ты от людей. Возьми меня с собой, я тот безумный, видимо, я могу быть с тобой. Ой, ой. Просто ты одинокий остров на море, где так часто тонули корабли. Может, судьба тебе поможет, и ты не будешь больше отшельницей любви. Просто ты
Սուրճ ու սեր առավոտից։ 9:45 կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Այս երկից հետո պետք է ասել պարզապես ուղակի պրոստը ակուտինի պրոստը ես հասկացա։ հա զուտ Օստրով։ բայց չլինեինք Բայց թարգմանենք կղզի։ ուղակի Յուրաքանչյուր բառ պետք է չլինեինք հիմա այդ կղզում պարզապես վայել էինք լավ եղանակը ծովն ու արևը բնականաբար լավ կլիներ Ինչու ոչ համբույրը։ Սիրահարզույքերի պարագայում էլ համբույրը մենք խոսեցինք սիրո մասին եւ ասացինք որ արտահայտման դրսևորումներից մեկը բնականաբար համբույրն է Դե ինչու հիմա էլ կարող են համբուրվել բոլորը։ Իհարկե Ովքեր լսում են մեզ, եթե միասին են մենք ձեզ ուղարկում համբուրվեք։ ենք օթային համբույրներ ահա օթային համբույրներ Ապակուցակը ասում են ինչու մեզ են ուղարկում համբույրներ նայ Հա, իրենք էլ մեզ են ուղարկում։ Շատ լավ է։ Ասենք ինչի համար այսօր համբուրի համաշխարհային օրն է։ Այո, ուրա, ուրա, ուրա։ Կրկոտ համբուրներ բոլորին մաղթենք։ Այսօր Համբուրներով լեցուն օր, հուլիսի 6-ը։ Այո, շատ։ Այո։ Բացարձակ վտանգավոր օր չի։ Գոհար Գաբրիելյանն ասում է մեր հնչյունային ռեժիսոր վտանգավոր օրը չէ, հաճելի օր է։ Ասենք ինչ պատմություն ունի այս օրը։ Իհարկե միանշանակ։ Համբուրի համաշխարհային ոչ պաշտոնական տոնը ցակել է Մեծ Բրիտանիայում եւ տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը որպես սիրո դրսևորման ձև արժանի է ունենալու իր տոնը։ Եւ ահա հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ։ Իհարկե մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ։ Ամենաերկարատև համբույրի համար, ամենագեղեցիկ համբույրի համար եւ ամենաանսովոր համբույրի համար։ Այս հետաքրքիր է։ Անսովորը մի տեսակ Բան չհասկացա։ եկեք մրցույթներ չանենք համբույրի հետ կապված, որովհետեւ դե գիտես ոնց, դա քիմիա է, ամեն Ասի տեսնես որ նախարարությունն է կազմակերպում այս մրցույթները, չէ՞։ Չեմ կարող ասել։ Բայց լավ տոն է, համբուրեք։ Մի խոսքով համբուրվեք, մի խորացեք, մի խորացեք։ Խոսքով վայելեք, հա, սա շատ կարևոր է։ Ահա, էլ ինչ կա աշխարհում այսօր։ Գնացինք Անձրևանոցի Գնանք ազգային օրացույց։ Ազգային օրացույց, չէ, մենք մի տոն էլ ունենք իմիջայլոց, սրտաբանների օրն է այսօր իդեպ ես քեզ ասեմ։ Ասա։ Այո, մենք անպայման այսօր անդրադառնալու ենք այդ տոնին, որովհետև դա եւ շատ կարևոր տոն է, հատկապես այս շրջանում եւ հատկապես երբ դու ունես օրինակ կախվածություն եղանակից, այս պարագայում քեզ միանշանակ օգնության է Սրտաբանի համաշխարհային օրն է այսօր, որ ամեն տարի հուլիսի 6-ին է նշվում։ Այո, 2000 թվականից են սկսել նշել այս տոնը, հետաքրքիր տոն է, իդեպ մեր հյուրը որ գալու է, նա ասում է ինչպես դուք ռադիոյի մի քանի տոն ունեք, այնպես էլ մենք սրտաբաններս ունենք մի քանի տոն։ Գիտնականները հաշվել են, որ ամեն օր սիրտը 100,000 բաբախ է արձակում մեկ օրվա ընթացքում եւ միջինը 70 բաբախ րոպեում։ Դե այդ մասին խոսենք մասնագետի հետ ժամը 10 լուրերից հետո։ Խոսենք, բայց հիշեք, որ այսօր նաև սրտաբանների օրն է, շնորհավորում ենք իդեպ բոլոր սրտաբաններին մասնագիտական տոնի առիթով, հա։ Տեսնենք ինչ են նշում տարբեր երկրներում ազգային օրացույցները ինչ տեսք ունեն։ Խնդրեմ նահանգներում տապակած հավի ազգային օր են նշում այսօր։ Անձրևանոցի օրն են նշում Միացյալ Նահանգներում, Ռոլի ազգային օրն են նշում։ Հա, սա շատ ծիծաղելի օր է։ Վիրտուալ օգնականին վիրտուալ գրկախառնվելու օր։ Էմոջի կա է, հենց երկուսը իրար փաթաթվում են, երևի դա է։ Ուղարկեք ձեր ընկերներին նաև այդ էմոջին։ Բայց կա նաև ռեալ տոն ծրագրավորողին ճաշի հրավիրելու օր նահանգներում։ Ծրագրավորող, հա, լավ։ Եթե դու ծրագրավորող ես, քեզ կարավ ես չէ, բայց ես կհրավիրեմ ստիպված, ունեմ ծրագրավորող ընկերներ։ Լավ, շարժվենք առաջ։ Լիտվայում նշում են պետականության օրը։ Լեսոտոյում նշում են ընտանիքի օրը, գնանք առաջ, տեսնենք էլ ինչ կա, Ծառատունկի ազգային փառատոնը շարունակվում է Հնդկաստան, տեսնես քանի օր է այն տևում։ Ծառատունք նաև նշում են Չիլիում, Պերույում ուսուցչի օր են նշում այսօր, Մալավիում անկախության օր, Ռուսաստանում ներքին գործերի նախարարության ֆինանսական ծառայությունն է նշում։ Հատկապես։ Ես հիշեցի ջադու պարավներին, ասա ինչու։ Ասեմ։ Հեքիաթներից ջադու պարավներին։ Որովհետև Ռուսաստանում նշում են ավելներ պատրաստելու օր։ Բայց կախարդական ավելներ, փրկություն են իրական խցանումներից։ Դե չգիտեմ, կախարդական են այդ ավելները թե ոչ, բայց կանայք մի քիչ կախարդ են բնույթով, ված չէր լինել։ Տեսնենք ինչ իրադարձություններ են գրանցվել տարիներ առաջ, հենց այսօրը հուլիսի 6-ին։
Գնացինք 1994 թվականից ենք սկսում, հենց այսօրն է այդ թվականին էկրաններ բարձրացել Ռոբերտ Զեմեկիսի Forrest Gump կինոնկարը, որը բավականին բում առաջացրեց 53 տարի առաջ հենց այսօր Նյու Յորքում բացվեց համաշխարհային առևտրի կենտրոնը 1957 թվական ենք տեղափոխվում, որովհետև The Beatles խմբի ստեղծվելուց 3 տարի առաջ հենց այսօրը ստացվում է, որ ճակատագրական հանդիպումն է տեղի ունեցել Ջոն Լենոնի եւ Փոլ Մաքքարթնի 1947-ի այսօրը Խորհրդային Միությունում սկսվում է AK-47 ինքնաձիգի արտադրությունը Իսկ հիմա թենիսի սիրահարների համար մեկ լուր 1957 թվականի այսօրը Althea Gibson-ը դառնում է Wimbledon-ի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը Տարադրամից էինք խոսում քիչ առաջ, բայց արի ուտես, որ հենց այսօրը 1785-ին դոլարը դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրամական միավորը Իսկ 1189 թվականի այսօրը Ռիչարդ Արյուծասիրտը դառնում է Անգլիայի թագավոր Գնանք տեսնենք ովքեր են Այո Գնացինք Եվ այսպես Վեբ ծրագրավորողների մասին էինք խոսում, այսօր ծրագրավորողներ, այո, եւ կարող եք իսկապես հրավիրել հատկապես այն ծրագրավորողներին, ում ծննդյան տարեդարձն է այսօր, որովհետեւ 1986 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի վեբ ծրագրավորող եւ անհատ ձեռներեց Դեյվիդ Կարպը։ Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր եւ գործադիր տնօրենն է, իդեպ Forbes ամսագրի համաձայն Կարպի ստեղծած ցանցը աշխատել է $200 միլիոն, նույնիսկ ավելին, եւ Tumblr կայքի արժեքը գնահատվում է $800 միլիոն։ Ով աման, չգիտեմ։ Կինո աշխարհից ունենք հոբելար, ֆրանսիական կինոյի թատրոնի դերասանուհի մոդել Եվա Գրինն է ծնվել այսօրը 1980-ին, հանդիսատեսին նա հայտնի է երկնային արքայություն, ոսկե կողմնացույց, երազողները, Կազինո Ռոյալ, Արսեն Լուպեն, 300 սպարտացիներ եւ այլ ֆիլմերից։ Այո, ստացվում է, որ բավականին մեծ ֆիլմաշարք ունի, այդպես կարելի ասել։ Գնանք առաջ 1975 թվականի այսօրը 50 Cent, Curtis James Jackson երրորդը, առավել հայտնի 50 Cent բեմական կեղծ անվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն եւ կինոդերասանն է ծնվել։ Նա համաշխարհային ճանաչումն է ձեռք բերում, երբ թողարկվում է Get Rich or Die Trying ալբոմը եւ առավել ամրապնդվում Մասկար ալբոմի միջոցով։ Նաև այսօրն է ծնվել ավստրալիացի դերասան, պրոդյուսեր Ջեֆրի Ռաշը, հանդիսատեսին նա հայտնի է Կարիբյան ծովի ծովահենները, Սև Մարգարտի անեծքը, Կարիբյան ծովի ծովահենները, Մերիալ Սնդուկը եւ բազմաթիվ այլ ֆիլմերից կարող ենք շարունակել Կարիբյան ծովահենների 1946 թվականի հենց այսօրն է շատերը հիմա կգնան անցյալ, որովհետեւ ժամանակին նա փայլում էր հոլիվուդյան ֆիլմերում ամերիկացի դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Սիլվեստր Ստալոնեն է ծնվել այո հանա հայտնի է Ռեմբո եւ Ռոկի ֆիլմաշարերից Ռոկի ֆիլմի համար Օսկարի է ներկայացվել լավագույն դերասան եւ լավագույն սցենար անվանակարգերում իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվանակարգերում եւ ստացել Օսկար լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր եւ լավագույն մոնտաժ անվանակարգում։ Այն ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում երկրորդն է որպես լավագույն սպորտային ֆիլմ։ Մարզական երևի ֆիլմ է։ Ես հիշում եմ դպրոցական տարիներին, ինչպես մենք տաներս ուզում ենք նմանվել Ռեմբոյին եւ հավաքում ենք այդ մաստակի մեջ եղած փոքրիկ նկարները։ Իմիջիալոց ես նաեւ ուզում եմ հավելել, որ Սիլվեստր Ստալոնեն փայլում է իր դերասանական տաղանդով, նաեւ ասենք, որ նրա մոտ հայտնաբերվել էր մանկական ուղեղային կաթված, ուղղակի թույլ տեսակի եւ դա ամենևին էլ չի խանգարել, որպեսզի նա գրավի բազմաթիվ եկնաններ ու բազմաթիվ մարդկանց սրտեր։ Այսօրն է ծնվել նաև հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը։ Նրա ծննդյան տարեթիվն է 1820-ը։ Վերադառնանք այսօրվա, այսպես կարևոր խայցին։ Ահա, համբույրի մասին է խոսքը։ Չէ, ես տեսար Արմինեն գալիս է միանգամից հիշեցիր համբույրի մասին։ Չէ, հիշեցի մեկ հիթ Քելվին Հարիսի եւ Դուա Լիպա, միջև Արմինեն կտեղավորվի, մենք լսում ենք One Kiss It այս պահին մեր եթերում։ Let me take the night, I love real easy.
lost in the way you move, the way you feel. One kiss is all it takes. Falling in love with me. Possibilities, I look like all you need. One kiss is all it takes. Falling in love with me. Possibilities, I look like all you need. Time. Something in you lit up heaven in me. The feeling won't let me sleep. 'Cause I'm lost in the way you move, the way you feel. One kiss is all it takes. Falling in love with me. Possibilities, I look like all you need. One kiss is all it takes. Falling in love with me. Possibilities, I look like all you need. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք 2 րոպե մեր տրամադրության տակ, որպեսզի մի փոքր զրուցենք ռադիոլերի մեր գործընկեր Արմինե Գևորգյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս Արմինե, բարի համամիտես չէ որ կարոտել ենք Արմինեին ի վերջո 1 ամիս անդադար միասին շրջագայելով, լուսացնելով, գիշերելով, Ճանապարհները կտրել անցնելով ինչու ոչ։ այո, երկելով ճանապարհներին, ունենք վառ հիշողություններ, ինչպես է անցնում առավոտյան ճաշկերույթը ոնց Տիգրանն է սիրում ասել։ Ռադիո լսողներին կհետաքրքրի թե դա ինչ Ինչ պատմություն պատմություն է, է, բայց դա ամեն հետաքրքիր պատմություն, պատմություն է, այո, շատ։ շատ եւ կարող ենք ասել, որ նմանատիպ շրջագայությունները գեղեցիկ հետք են թողում։ Արմինե ջան, այսօր համբույրի օրն է, գիտեիր։ Շնորհավորում ենք քեզ։ Շնորհակալ։ Գնացեք եւ համբուրվեք։ Ում հետ որ Ում հետ որ ուզում ուզում եք։ եք։ Ընկերական համբույրներ Որը կարող ձեզն է։ Այո, շատ լավ օր է։ գոհես չէ այդ Իմը միանշանակ, վերջապես մի ասենք, որ դուք երբեմն կարդում եք այսօր այսօրն է, այսօր այն օրն է, այսօր այն օրն է, ասում լավ, էս որտեղից են էս մեր մեկնաբանները պեղում, նման Շրջակայքը օրեր։ օրինում Հա, են, նման մեկ էլ օրեր, պեղում են։ Բայց այսօր Նայես Գոհ ես, սրտաբանի չէ։ օրն է, սրտից Այսօր գանգատներ։ Ունես սրտից գանգատներ Արմինե ջան, Հա, սրտից թույլ ես։ Ճիշտն ասած, սրտից ճիշտն ասած ասել եմ, ուզում ես արագ աշխատի, ուզում ես դանդաղ, մենակ մի կանգնի եւ փառք Աստծո նորմալ։ Դեռ լսում եք, հա։ Մենք ունենանք լսում հյուր ես, նաև մասնագետ, ումից կարող ես նաև ստանալ քո հարցերի պատասխանները։ հետաքրքիր էր։ Քեզ բարի եթեր, մենք կվերադառնանք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ։ Հիշեցնենք հայկական կողմի նախաձեռնությամբ
հուլիսի 1-ին Միշուստինը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել էին հայ-ռուսական փոխգործակցության արդի հարցերը առևտրատնտեսական, գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Զրույցը տեղի էր ունեցել հայկական ապրանքների ներկրման հարցում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների եւ հայ-ռուսական լարվածության ֆոնին։ Փաշինյանն ու Միշուստինը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ամռանը Ալթայում միջազգային բնապահպանական համաժողովի շրջանակում։ Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Խուզարկություն իրականացվում է նաև Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ խոսնակի Վետա Տոնոյանը։ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկություն, ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական ու վարույթային գործողություններ, ավելի ուշ հանդես կգան արդեն պաշտոնական հաղորդագրությամբ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի տեխնացու Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները վերցնելու որոշմանը։ Նշենք, որ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն հայտարարել էր, որ դաշինքը որոշում է կայացրել վերցնել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։ Կարապետյանն ասել է, որ իրենք փորձելու են համադրել փողոցային պայքարն ու օրենսդիրում իրենց մանդատները, որպեսզի հասնեն փոփոխությունների։ Ռուբեն Ռուբինյանը արձագանքելով մասնավորապես գրել է. Ուժեղ Հայաստան դաշինքը մանդատները վերցնելու է, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից, ինչպես եւ սպասվում էր, կալուգացիները հայտարարեցին վերցնում են մանդատներն ու գալու են ազգային ժողով, դա նրանց չի փրկելու։ Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները եւ պարզապես տարբեր կալիբրի գործակալներ պատժվելու են մինչև վերջին մարտը։ Իսկ բոլոր նրանք, որոնք այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել ու հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ազգային ժողովում եւ քաղաքականապես ոչնչացնելու ենք կրկին մինչև վերջին մարտը, մեջբերման ավարտը, ասել է Ռուբեն Ռուբինյանը։ Մեկ ցավալի լուր լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Ալեքսանյանը Խորեն Աբրահամյանի եւ Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցում է սովորել, դերասանը օրեր անց կդառնար 65 տարեկան։ Նա եղել է Չեխիայի մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում, բեմադրել է նաեւ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին եւ Հայոց մեծ եղեռնին նվիրված ներկայացումները, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում Մի վախեցիր, Գարեգին նժդե, Հատուկ նշանակության ջոկատ, Մեդալի հակառակ կողմը եւ այլն։ Եվ վերջում անդրադառնանք միջազգային լրահոսին Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում կանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի պաշտոնակցի Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին։ Ակնհայտ է, որ նախագահը կհանդիպի Զելենսկու հետ քննարկելու, թե ինչպես կարող են ավարտել պատերազմը։ Սա վաղուց առաջնահերթություններից մեկն է, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Էմանուել Մակրոնը վերջին 17 տարվա ընթացքում կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը եւ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո արևմտաեվրոպական առաջին առաջնորդը, որը կայցելի Սիրիա։ Այցի ճշգրիտ ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Ակնկալվում է, որ Մակրոնն ու Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ Ալ-Շարան բանակցություններ կվարեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման շուրջ, ինչպես նաեւ կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, ներողություն։ Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահներից Սիրիա էր այցելել Նիկոլա Սարկոզին։ Նա Դամասկոս էր ժամանել 2009 թվականի սեպտեմբերին Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից 1.5 տարի առաջ։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, Ռադիո Լուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։
Սուրճ ու սեր առավոտից։ You derive your inspiration from a different kind of source, sending out your invitations to a different kind of force. You derived your inspiration from a different kind of source, sending out your invitations to a different kind of force. You derived your inspiration from a different kind of source, sending out your invitations to a different kind of force. You derived your inspiration from a different kind of source, sending out your invitations to a different kind of force. Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, ողջունում ենք ձեզ հարգելի ռադիո լսողներ եւս մեկ անգամ եւ մաղթում, որ եթե ձեր սրտի աշխատանքը արագանա, դա միմիայն լինի հաճելի անակնկալներից, ինչպես օրինակ ինձ մոտ։ Ովքեր որ չմիայն Օնլայն հարթակում եթե դիտում են, այլև դիտում են, տեսնում են։ Կհասկանաք ինչի մասն է Այո, խոսքը։ ծաղիկների մեծ փնջի մասին է խոսքը։ Եվ ծաղիկների մեծ փնջով մեզ հյուրի եկել բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյանը, բարի լույս Վարդգես։ Բարի լույս։ Այ որ մի հատ էլ ասենք բարի լույս, ազգը կլսի ձեզ։ Բարի լույս։ Այ հիմա ուրիշ բան։ Այս ուրիշ։ Շնորհավորում ենք սրտաբանի օրն է այսօր։ Շնորհակալ եմ։ Ձեր Ոնց եք թույլտվությամբ նշում շնորհավորում եմ իմ բոլոր գոլեգաներին, ովքեր մեր սրտի առողջության պահապանները եւ պատասխանատուներն են, մարդկանց, ովքեր այս պահին գտնվում են վիրահատարանում, վիրահատական սեղանի կողքին, բուժառուի մահճակալի մոտ եւ մարդկանց, ովքեր բուժում են գրում, հոլտեր հետազոտություն են հիմա վերցանում եւ փորձում են մեր կյանքը, մեր բուժառուների կյանքը դարձնել ել ավելի լավը։ Ուզում եմ նշել, որ նրանց աշխատանքը իսկապես հասցեական է եւ գնահատելի։ Բայց ձեր սրտի աշխատանքի մասին ով է հոգ տանում։ Ստրտաբանների մասին է խոսքը։ Դուք մեկդ մեկ
դրական արձագանքները բուժառուների, որոնք մենք ստանում ենք, դա հավատացեք, որ նույնքան կարևոր է, որքան նշանակված լավ եւ ճիշտ բուժումը։ Ձեր տրեդմիլ տեստն է, պաստորեն։ Այո, Կարելի է ասել։ այդպես էլ Ինչ ասել։ որտեղ։ Մենք հաճախ նաև նկատում ենք, որ եղանակով պայմանավորված սեզոններով ձեզ մոտ գերծանրաբեռնվածություն է առաջանում։ Դրանք հիմնականում երբ արդեն սրտերն են ընկնում, ճիշտ ենք։ Իրականում սրտաբանության մեջ եւ առհասարակ բժշկագիտության մեջ կա այսպես կոչված մեթիոզգայունություն տերմինը, երբ ունենք բուժառուների խմբեր, ովքեր զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ, տարիքի հետ այն ավելի սրանում է եւ Տիգրան ջան։ եւ գարնան եւ հատկապես աշնան ամիսներին մենք այս ամենը տեսնում ենք մեր զուտ այցելությունների պահով եւ տեսնում ենք, որ հաճախանում են եւ դիմելիությունը բուժառուների եւ նաեւ ցավոք նաեւ սրանում են սիրտանոթային հիվանդությունները։ Կան նաեւ բարորակ, այսպես կոչված, ամիսներ բուժառուների համար, դա օրինակ ամռան սեզոնն է, երբ անոթները լայնանում են եւ այո, ճնշումը որոշակիորեն նվազում է եւ դիմելիությունը այդ մասով իջնում է եւ բուժառուների ինքնազգացողությունը որոշակիորեն լավանում է, բայց ամառն էլ իր հերթին ունի իր բարդությունները, այստեղ էլ հաճախանում են տրոմբոեմբոլիկ բարդությունները, այն պատճառով, որ արյունը խտանում է եւ այնպես որ բոլոր եղանակային փուլերում պետք է ուշադիր լինել առողջության եւ հատկապես սրտի առողջության հանդեպ։ Իսկ եղանակային վայրվերումների մասին ինչ կասեք, երբ շոկ է եւ մեկ էլ տեսնում Մեկ եք էլ կտրուկ անձրե։ Սուրտը նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա, ինչպես որ օրինակ աշնան եւ գարնան այդ սրացումները, հա, Բայց ունենում ենք ավելի արագ։ իհարկե ավելի արագ եւ կարող են ունենալ ճնշման օրինակ կտրուկ տատանումներ, կտրուկ բարձրացում կամ եթե կախված բուժառուի հիվանդությունից տվյալ խնդիրը ավելի սրվում է այդ օրը։ Օրինակ ռիթմի խանգարումները կարող են հաճախանալ կամ զարգերակային ճնշման կտրուկ տատանումներ կարող են ունենալ եւս։ պետք է ուշադրություն չդարձնել ես այդպես հասկացա։ Չէ, ոնց ուշադրություն չդարձնես։ Չէ, դե եթե նեղում եք, ոնց ուշադրություն։ Եթե շատ ների, շատ ների դիմեք բժշկին։ Դե չէ, մի սպասեք էլի, որ շատ նեղի նոր դիմեք, խնդրեմ։ Այո, սրտաբանության մեջ եւ առհասարակ բժշկության մեջ, հա, կարող ենք ասել, որ ճիշտ բուժումը սկսում է կանխարգելումից եւ ոչ թե սպասենք լինի խնդիր, նոր բուժենք, որովհետեւ հաճախ երբ լինում է խնդիրը, մենք չենք կարողանում մինչև վերջ եւ լիովին բուժել եւ առհասարակ մենք բժշկական համալսարանում սովորում ենք թե ինչպես բուժել հիվանդությունը, բայց առաջինը պետք է սովորել կանխարգելել հիվանդությունները եւ իհարկե եթե սրտաբանության անդրադառնանք ճիշտ եւ լավ սրտաբանը պետք է ոչ միայն բուժի հիվանդությունը, այլ նաեւ մարդուն, ով կրում է այդ հիվանդությունը, որովհետեւ այստեղ նաեւ հոգեբանական ֆակտորը եւս մեծ նշանակություն ունի։ Եկանք հասանք հոգեբանական ֆակտորին։ Վայ, սիրտս ցավում է, վայ, վերջ, լավ չի, սիրտս լավ չի, գնում ես դուքումս, սիրտդ ամեն ինչ նորմալ է։ Այստեղ գալիս ենք նյարդային խնդիրներին։ Ու հաճախ մենք տեսնում ենք դա, նաև մենք ենք զգում։ Մեզանում այո, այսօրին եւս տարածված է, երբ ունենք նյարդաբանական խնդիրների հետևանքով առաջացած սրտաբանական գանգատներ, բայց երբ կատարում ենք հետազոտություն, տեսնում ենք, որ սիրտը լիակատար առողջ է եւ այստեղ արդեն գործը նյարդաբանների տիրույթում է, բայց բուժառուները եւս պետք է հիշեն, որ եթե հետազոտել են իրենց սիրտը եւ առողջ է, ամեն շաբաթ պետք չէ վազել սրտաբանի մոտ ամեն կրծքավանդակի ցավի դեպքում, որովհետեւ կարող են ցավոք լինել նաեւ այնպիսի բժիշկներ, որոնք չլսեն բուժառուին եւ չհավաքեն այդ անհամնես կոչվածը հիվանդության պատմությունը եւ չլսեն, որ օրինակ տվյալ բուժառուն 1 շաբաթ առաջ անցել էր այդ հետազոտությունը Եվ կարիքը չկա։ Եվ կարիքը չկա բնականաբար։ Եվ պետք է դիմել այստեղ նյարդաբանի կամ բժիշկը պետք է ուղղակի լսի եւ փորձի ներկայացնել, թե սիրտը որ դեպքում կարող է որ գանգատի դեպքում կարող է վտանգի մասին խոսել եւ որոնք են, որոնք կապված չեն սրտի հետ։ Մենք հայերս ունենք սովորություն, ինչպես ասում են, միջև դանակը ոսկորին չհասնի, բժշկին չեք դիմում, արդեն երբ բանը բանից անցել է։ Ինչ է փոխվել բժշկին այցելելու այս մշակույթում եւ անկալումներում առհասարակ։ Արդյոք փոխվել է։ Սկսել են իրենց հետևել մարդիկ տարին մեկ պրոֆիլակտիկ զնման են գալիս, թե թողնում են այդպես։ Ոնց է։ Դինամիկան կարող են գնահատել որպես դրական, որովհետեւ այժմ երևի թե կապված է նաև լուսավորչական աշխատանքի հետ, որը կատարում են բժիշկները եւ հաճախ մենք խոսում ենք այն մասին, որ շատ կարեւոր է նույն կանխարգելումը եւ թե ինչ բարդություններ կարող են լինել, եթե ձեր ասածի պես թողնեն, որ դանակը հասնի ոսկորին եւ այս պարագայում կարող եմ հստակ նշել, որ այո դիմելիությունը բարձրացել է եւ պատասխանատվությունը իրենց առողջության պարզապես պրոֆիլակտիկ որովհետև իրականում պետք է հենց այդպես լինի, պետք է լինի առանց պատճառի եւ պետք է անցնել այդ տարեկան բուժզննումները, որովհետև կրկնում եմ կանխարգելումը շատ ավելի շատ հեշտ է,
քան հետագայում բուժել հիվանդությունը եւ իր հետագա բարդությունները։ Այսինքն փոխվել է բնակչության վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ։ Տեղաշարժը կարող ենք գնահատել որպես դրական։ Իսկ տարիքային, եթե դիտարկենք, մեծահասակներն են ավելի ուշադիր, թե միջին տարիքը Կարծում միջին տարիքը ավելի ուշադիր է, միջին տարիքի մեր ազգաբնակչությունը եւ նաեւ նրանք ուշադիր են իրենց ծնողների հանդեպ, որովհետեւ հաճախ մեր տատիկները, պապիկները, ծնողները երբեմն թաքցնում են գանգատները, չուզենալով մեզ անհանգստություն պատճառել եւ այլն եւ այս բարգայում թաքցնում են գանգատները, բայց մեր գործը եւ առաքելությունը նաեւ նրանում է ավելի երիտասարդ սերնդի, որ պետք է լինենք ուշադիր մեր ծնողների, մեր հարազատների առողջությանը եւ եթե տեսնում ենք, որ կան գանգատներ, հեվոց կրծքավանդակի ցավ է նշում կամ ամեն դեպքում եթե մարդ ուզում է տեսնել, կարող է տեսնել կա արդյոք խնդիր, փոփոխվել է արդյոք կենսառիթմը իր հարազատի եւ եթե այո կան այս գանգատները, հեվոց, շնչարգելություն, այտուց ոտքերի կամ ճնշման տատանումներից է գանգատվում իր հարազատը, պետք է ուղղորդել եւ անձնապես ուղեկցել սրտաբանի եւ բժշկի մոտ։ Ինչպես խնամ ենք մեր սիրտը։ Սրտի խնամքը սկսում է մեր մտքից ամենաառաջինը եւ մեր միտքը պետք է հանգիստ լինի, որովհետեւ մենք հստակ գիտենք, որ ցանկացած հիվանդության պաթոգենեզի հիմքը դա ստրեսն է եւ պետք է փորձել կառավարել ստրեսը, որը մեր օրերում շատ է։ Իսկ ստրեսը կառավարելուց զատ հաջորդ քայլերը դա առողջ ապրելակերպն է, որը պետք է փորձել անել եւ շատ հնարավոր է անել։ Խոսքը վերաբերում է առողջ սննդին, կալորիականության բարձր սննդատեսակների սահմանափակման, այսինքն պարզ ածխաջրերը սահմանափակեն, որովհետև հենց դրանք են բերում ճարպակալման եւ ավելորդ քաշի։ Եվ մարդը կարող է նիհարել անգամ չայցելելով մարզասրահ, երբ ունի ճիշտ սննդակարգ, որը բալանսավորված է, որտեղ կան կալորիաների դեֆիցիտ։ Եթե ունենք սննդակարգը պահպանում ենք, հաջորդ քայլը դա սպորտային ակտիվությունն է եւ իհարկե լավ եւ դրական մարդկանցով լինել շրջապատված եւ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լույսով են լցնում եւ մոտիվացնում են։ Ինչպես ասում են ատամի խոզանակով սիրտը չես խնամի։ Դե հա, պարզ է, դրա համար էի հարցնում։ Շատ հիանալի համեմատություն արեցիր, հուզվեցի։ Հիանալի համեմատություն էր, բայց նաև նշեմ, որ մեր ստոմատոլոգները եւս կհաստատեն, որ իհարկե սրտի առողջությունը սկսվում է եւ ամբողջ օրգանիզմի առողջությունը սկսվում է հենց բերանի խոռոչից եւ բուժարները, ովքեր պետք է ունենան, օրինակ սրտային վիրահատություն պետք է տանեն, առաջինը կատարում է բերանի խոռոչի սանացիա եւ բուժվում են բոլոր վնասված ատամները, նոր գնում են այդ խոշոր մեծածավալ, այնպես որ որոշակիորեն խոզանակը կարող է օգնել մեր սրտի առողջությանը։ Այստեղ փաստացի ստացվում է նաև որ շնչառությունը շատ կարևոր է, ճիշտ շնչառությունը այս պարագայում, որը եւս հաստում է սրտի աշխատանքի վրա։ Ֆիզիկական ակտիվության մասին եմ ուզում խոսել։ Այ ինչպես իմանանք մեզ կարելի է ֆիզիկական ակտիվություն թե ոչ։ Չէ՞ որ եթե կա թաքնված խնդիր, որ մենք չենք գնացել բժշկի մոտ ու չգիտենք ու գնում ենք ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ տանջում ենք մեզ, այս պարագայում գուցե խնդիրը սրվի, այ ոնց հասկանանք։ Եթե փորձեմ կարճ պատասխանել հարցին, առաջին քայլը դա դիմել բժշկի, գնահատել առողջական խնդիրները, ռիսկերը հնարավոր եւ նոր դրանից հետո միայն սկսել այցելել մարզասրահ եւ ցանկալի է որ եթե մարդը, ով առաջին անգամ է փորձում մարզվել, առաջիկա 1-2 ամիսներին մարզվի ֆիթնես մարզիչի ուղեկցությամբ եւ հետո միայն սկսի ինքնուրույն պարապմունքները, որովհետեւ շատ հաճախ մենք չենք կարող անել պարապմունքները ճիշտ, եթե մենք ուղղակի նայում ենք այն, հա, այսինքն եթե ես նայում տեսնում եմ ինչ որ մեկը կատարում է, ես մտածում եմ որ կարող եմ նույնությամբ կրկնել, բայց կան նյուանսներ, մանրուքներ, որոնք մեզ ուղղորդում է այդտեղ ֆիթնես մարզիչը։ Այսինքն այստեղ երկու օղակ պետք է աշխատի։ Առաջինը բժիշկը գնահատի հնարավոր ռիսկերը եւ առողջական վիճակը եւ դրանից հետո միայն մարզիչի ուղեկցությամբ կատարել մարզումներ 1-2 ամիս, հետագայում արդեն կարելի է նաեւ մարզվել ինքնուրույն։ Այստեղ մասնագետի ներգրավվածությունը շատ կարևոր է, փաստենք, այո, որտեղ շատ տեսագրություններ ենք դիտում, հա, համացանցում, որ կարելի է այսպես մարզվել, այս շարժումների ցանկը կարող հասնել եւ ամեն ինչ նորմալ կլինի, բայց արի ու տես, արդյոք դա քո առողջությանը օգտակար կլինի թե հակառակը։ Դե համացանցում ամեն ինչ հեշտ է ներկայացվում եւ բոլորիս մասնագիտությունների համար կարող եմ դա ասել եւ
որպես հաղորդավարի գործը եւ բժշկի գործը կարող են ներկայացնել, որ դա շատ հեշտ է, ընդհանրապես պետք է միացնել տեսախցիկը, սկսել խոսել, բայց այդտեղ կան շատ նյուանսներ, թե ինչպես կարգավորել շնչառությունը, ինչպես հաղորդել, այո, այդ էմոցիան եւ միմիկան եւ ռադիոյի պարագայում առավել եւս, որ պետք է կարողանալ հաղորդել այդ էներգիան բառերի միջոցով եւ ձայնի ելևէջները եւ տողատակերը շատ կարեւոր են այստեղ, այնպես որ ամեն ինչ էլ կարող են նկարագրվել որպես հեշտ, այդ թվում նաեւ մարզիչի աշխատանքը կամ բժշկի, բայց իհարկե պետք է յուրաքանչյուրը զբաղվի այն աշխատանքով, որին տիրապետում է, որի մասով կրթվել է։ Իսկ այ ինչպես սկսել օր առասարակ, հետաքրքիր է սրտաբանի խորհուրդը ինչպեսին է, նույն այդ, 5 րոպեանոց փոքրիկ մարզումները կողնուց արտանալուց հետո ինչ խորհուրդ կտաք։ Սուրճի չափաբաժինը վախենալով եմ հարցնում։ Մերոպես սուրճը դա հարցին է։ Սուրճին կանդրադառնանք, ֆիզիկական ակտիվությունը միանշանակ խրախուսվում է։ Իհարկե, երբ մենք նոր ենք արտանում, օրգանիզմը դեռ որոշակիորեն որպեսզի շոկի չենթարկենք օրգանիզմը։ Պետք է այդ 5 րոպեանոց մարզումը լինի միջին ինտենսիվության, բնականաբար ոչ բարձր։ Եվ ես խորհուրդ կտամ, որ առավոտը կարող են սկսել մեկ բաժակ գոլ եւ գոլից անգամ տաք ջրով, այսինքն ընդունել ջուրը, հետագայում կատարել իրենց հիգիենիկ պրոցեդուրաները, լոգանքը, օրգանիզմը, հետո նոր միայն անցնել առաջ։ Ինչ վերաբերում է Լուսինեի նշած սուրճի ընդունմանը եւ սուրճի չափաբաժնին, նշեմ, որ ըստ Ամերիկայի սրտի ասոցիացիայի մենք մի անգամ այդ մասին խոսել ենք, օրական 3 բաժակ սուրճը նվազեցնում է շողացող արիթմիա ունեցող բուժառուների հոսպիտալիզացիաների քանակը եւ առհասարակ մինչեւ 3 բաժակ սուրճը, խոսքը աղացած հատիկ սուրճի մասին է, դրական ազդեցություն ունի մեր սիրտանոթային համակարգին։ Ապրեն ամերիկացիները։ Թե չէ ասում են սուրճը շատ է, ինչ եք մեծ բաժակով սուրճ եք խմում, օրգանիզմին վնաս եք հասցնում, այդպես չի։ Լսեցիք։ Զանգ ունենք, ողջունենք ռադիոլսողին։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ, մի փոքր հեռացեք ռադիոթունիչից։ Կամ ձայնը իջեցրեք։ Ձայնը կարող եմ իջեցնել։ Շնորհակալ ենք, լսում ենք ձեզ։ Ուրեմն ես Կարինեն Արարյանն եմ։ Խնդրում եմ հեռացեք ռադիոընթունիչից, ձեր ձայնն արձագանքում է եւ ձեզ չենք կարողանում հասկանալ։ Հիմա կլսեք։ Ահա, ասեք։ Ես Մինասյան Կարինեն եմ։ Հաճելի է շատ։ Որոնք եմ բոլոր սրտաբաններին, որոնք իրոք կյանքեր են փրկում եւ վերադարձնում լիարժեք աշխատանքային ռեժիմի եւ ապրելու ռեժիմի։ Ես էլ ունեմ սրտաբան աղջիկ, որը այս պահին ունենալով 3 փոքրիկ աշխատում է եւ այդ ֆունկցիաները կատարում։ Թող իրենք լինեն առողջ, թող իրենք լինեն երջանիկ եւ լինեն հատված։ Առողջություն բոլոր բժիշկներին եւ ընդհանրապես մեր ազգին։ Շնորհակալ ենք, մենք էլ ձեր դստերն ենք շնորհավորում, մասնագիտական տոնի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Շատ հաճելի է, երբ շնորհավորանքներ են հնչում, գնահատանքի խոսքեր են հնչում, որովհետև միշտ ասում ենք, որ բժշկի մասնագիտությունն ամենապատասխանատուն է մարդկային կյանք։ Հոգեբանական հուզական տեսանկյունից եթե խոսենք, բավականին բարդ աշխատանք է ձեր աշխատանքը եւ հաճախ ստիպված եք լինում նաեւ վատ լուրեր հայտնել։ Դուք ինչպես եք հաղթահարում այդ բարդ ընթացքը։ Երբ գիտակցում ես, որ արել ես առավելագույնը եւ արել ես ամենը ինչ որ հնարավոր էր արդի բժշկագիտության պայմաններում եւ քո մարդկային բոլոր ջանքերը ներդրել ես փրկելու տվյալ բուժառուի կյանքը, դու որոշակիորեն հոգեպես հանգիստ ես։ Իհարկե բժիշկը ցանկացած բուժառուի կորստի հետ որոշակի իր մասնիկը եւս այդտեղ կորում է, որովհետեւ դա քո պարտությունն է նաեւ, որ չկարողացար ինչ-ինչ պատճառով փրկել տվյալ բուժառուին, բայց այստեղ գալիս են մյուս մեր բուժառուները, ում կարողանում ես օգնել, փրկել կյանքը եւ սա փորձում է բալանսավորել, այո։ Բայց դուք ամենազորը չեք ի վերջո, կյանքի օրենքներ կան, որոնցում մենք անզոր ենք։ Բնության դեմ ի վերջո չես գնա, ինչպես ասում են։ Իսկ այ ինչպես է բժիշկը ձերբազատվում այդ կൂട്ടակած նեգատիվից։ Իմ պարագայում կարող եմ նշել, որ սպորտային ակտիվությունը իմ դեպքում շատ կարևոր է եւ դա ինձ շատ է օգնում իսկապես։ Եվ եթե ես հետահայաց նայեմ, ինձ մինչև կանոնավոր սպորտով զբաղվելը եւ դրանից հետո փոփոխությունը ակնհայտ է եւ փոփոխությունը իհարկե միայն դրական է, որովհետեւ ֆիզիկական ակտիվությունը դա ոչ միայն մարմնի ֆիզիկական առողջության մասին է, այլ նաեւ առաջինը մտքի եւ մտավոր առողջության, որովհետեւ երբ որ դու քո այդ էներգիան դուրս ես բերում
մարզասրահում արդեն որոշումները հետագայում այդ օրը եւ դրանից հետո սկսում ես կայացնել ավելի հանգիստ, ավելի կշռադատված, չես նյարդայնանում եւ Ինչպես ասում են, པարզ գլխով գնում եք հաջորդ օրը աշխատանք։ Նեգատիվից ազատվում եք ֆիզիկական ակտիվությամբ։ Այո, եւ նաեւ ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, նաեւ ինչպես նշեցի, շատ կարեւոր է ունենալ ձեր կյանքում ճիշտ մարդկանց, ովքեր ձեզ կմոտիվացնեն եւ դրականով կլցնեն։ Դա շատ կարեւոր է։ Տիգրան ջան, դու ունես այդ մոտիվացնող մարդուն, ամեն առավոտ ստիպված ես նրա հետևից գալ, բերել աշխատանքի, եթեր վարել նրա հետ։ Այս որ տեսանկյունից մոտենաս հարցին, արդյոք դա մոտիվացնող է։ Շատ անկեղծ է, կարող է, չէ՞, մի քիչ գոնե ասել, լավ, այո, իհարկե, մի խոսքով Տիգրան ջան։ Այո, այո։ Այսպիսի բաներ ինչպես ասում։ Ես կուզեի խոսենք եւս մեկ կարևոր թեմայից, առաջին վերջում ես սպասում եմ որ դու ասես այ դու հանդերձ ես քեզ մոտիվացնում եմ գոնե մի քիչ հա եւ իհարկե ուզում ենք խոսել առաջին օգնության մասին արդյոք մեր հասարակությունը ինչ որ չափ գիտակցում է եւ պատրաստ է առաջին օգնություն ցուցաբերել Աստված չանի եթե դրա կարիքը լինի Տեսեք, առաջին բուժօգնությունը եւ բժշկական օգնությունը դրանք իրարից տարբերվում են։ Ինչպես նշեցիք, առաջի բուժօգնությունը դա դրան պետք է տիրապետեն բոլորը, առհասարակ անկախ մասնագիտությունից։ Ուսուցիչ է, բժիշկ է, բոլորը պետք է տիրապետեն։ Եվ սա շատ կարեւոր է տիրապետել, քանի որ լինում են իրավիճակներ սրտաբանության մեջ, երբ յուրաքանչյուր վարքյան է տեղ կարևոր է եւ երբ որ ճիշտ ժամանակին է սկսվում սիրտ-հոգային վերակենդանացումը սրտի կանգի դեպքում, այն մի քանի անգամ ավելի հավանական է դարձնում տվյալ բուժառուի ապրելու շանսը եւ հավանականությունը։ Այնպես որ սա շատ կարևոր է, իհարկե մեզանում արդեն սկսում են լուսավորչական աշխատանքներին ավելի ուշադրություն դարձնել եւ մարդիկ իրենք են ցանկանում անցնել այդ դասընթացը, որտեղ նրանց սովորեցնում են կատարել սիրտ-հոգային վերակենդանացումը կամ առաջին բուժօգնությունը, որի մեջ մտնում է նաև սիրտ-հոգային վերակենդանացումը, այդ տեխնիկան, այնպես որ այս մասով էլ կարող եմ գնահատել դրական, բայց ոչ բավարար, որովհետև անգամ ունենք շատ բժիշկներ, ովքեր կարող են լինել վիրտուոզ իրենց մասնագիտության մեջ, նեղ մասնագիտության մեջ, բայց ցավոք չտիրապետել առաջին բուժօգնությանը, որը կրկնում եմ դա պետք է տիրապետեն բոլորը անկախ մասնագիտությունից, դա որովհետև այդքան էլ բժշկական չէ, դա առաջին բուժօգնությանն է վերաբերում, որը մարդկային կյանքեր փրկելուն է վերաբերում։ Ֆիլմերում ուռճացված են, չէ՞, այդ կադրերը, որ վերակենդանացման բաժանմունքում այդ գործիքներով մարդուն հանում են օդ իջեցնում են Եթե խոսքը դեֆիբրիլյատորի մասին է, չեն հանում, բայց օգնում է։ Դեֆիբրիլյատորը ֆիլմերում ես տեսնում օդ են հանում։ Ճիշտ է, ինչ իմաստով, որ այդ դեֆիբրիլյատոր կոչվածը կիրառվում է հատուկ ռիթմի խանգարումների դեպքում, այսինքն եթե բուժառուի մոտ կա սրտի կանգ, տուժածի մոտ դրանով չենք սկսում, իմաստ չունի, որովհետև դա որևէ օգուտ բերել չի կարող։ Պետք է սկսել վերակենդանացումը, հետո գնահատել ռիթմը եւ եթե կա օրինակ փորոքների ֆիբրիլյացիա կամ փորոքների տախիկարդիա կոչված, հա, ռիթմի խանգարումները, այդ դեպքում նոր կիրառել այդ դեֆիբրիլյատոր կոչվածը։ Մենք սովորական քաղաքացիներս մտածում ենք, որ այդ գործիքը նրա համար է, որպեսզի աշխատացնի սրտի աշխատանքը նորից սկսի բաբախել, կարգավորվի, բայց ճիշտ գիտեմ, որ հակառակը մի պահ կանգնեցնում է, որպեսզի Այո, իհարկե։ Տեսեք, այդ արիթմիաների դեպքում սիրտը սկսում է օրինակ փորոքների ֆիբրիլյացիայի մասին, եթե խոսենք, մի քիչ նեղ մասնագիտական է, բայց փորձենք հնարավորինս կարճ։ Փորոքի մկանը, սրտամկանը սկսում է կծկվել քաոտիկ ռիթմով, այսինքն եթե բոլոր սրտամկանի բջիջները պետք է կծկվեին միահամուռ կերպով, որպեսզի ապահովեին կծկում, այստեղ ունենում են քաոտիկ կծկում, որը չի, այսինքն մի սրտամկանի կարդիոմիոցիտը կծկման փուլում է, մյուսը թուլացել է, մյուսը դեռ նոր է կծկվում, անկանոն է, եւ սա չի ապահովում նորմալ կծկողական ֆունկցիա, որպեսզի արտամղի արյունը։ Դրա համար այս պարագայում մենք դեֆիբրիլյատոր կոչվածով զրոյացնում ենք պոտենցիալը սրտամկանի կարդիոմիոցիտների եւ ձեր ասացի պես կարծես մի պահ նրանք բոլորի պոտենցիալը զրոյանում է, մի պահ կանգ են առնում եւ սկսում են բաբախել նոր թափով եւ արդեն բնական եւ կանոնավոր ռիթմով։ Այն որ տեսնում ես փողոցում սրտաբանական բրիգադը շտապօգնության ազդանշաններով այսպես շատ արագ սլանում է, բոլորս ճանապարհ ենք տալիս, այ այնտեղ կատարվում է հենց այդ պրոցեդուրը։ Ես բան չասացի, ես գիտեմ։ Մենք փողոցում գնում ենք եւ տեսնում ենք մարդ է վատանում, առաջին գործողությունը որ պիտի անենք։ Եթե հայտնաբերել եք տուժածին եւ արդեն չկա օրինակ գիտակցություն չկա կամ տեսնում եք որ այն նա անգիտակից վիճակում է, առաջինը պետք է մոտենալ, փորձել թեթև ուսերից շարժելով հարցնել արդյոք նա ձեզ լսում է, որովհետեւ հնարավոր են իրավիճակներ, որ օրինակ մարդը միգուցե քնած վիճակում է պարզապես, հա,
եւ մենք չենք կարող միանգամից սկսել միգուցե վերակենդանացման միջոցառումներ։ Այո։ Աչքը կպել է։ Եվ դա փողոցում ու պուրակում հնարավոր է։ Փողոցում բնականաբար թե փողոցում ընկած է, այս դեպքում կսկսենք այդ միջոցառումները։ Առաջինը գնահատում ենք կա գիտակցություն թե ոչ։ Եթե չկա արձագանք, պետք է գնահատել շնչառության եւ պուլսի, այսինքն սրտազարկի արկայությունը, այո, որը շոշափում ենք ճաշանչային զարկերակի վրա կամ քնային զարկերակի վրա եւս կարող ենք շոշափել։ Եվ այս ամենը պետք է անել 10 վայրկյանների ընթացքում։ Արագ զանգահարել 103։ Եթե կա պուլս եւ շնչառություն, բերում ենք կողքի ապահովության դիրքի եւ կանչում ենք շտաբ բժշկական օգնություն, եթե գնահատել ենք չկա պուլս, չկա շնչառություն, կանչում ենք շտաբ բժշկական օգնություն եւ սկսում ենք սիրտոքային վերակենդանացման միջոցառումները։ Աչքաշեք այդ մարդուն, մեկ էլ գլխի մի հավաքվեք, թողեք օդ շնչի։ Տեղաշարժել պետք չէ, սառը ջրով ցողել պետք չէ, պետք է ընդհանրապես կատարել այն քայլերը, որոնք ես նշեցի, շատ կարճ իհարկե, նրանք ունեն մանրամասներ։ Դե բնականաբար, դե ինչպես ասում են հաջորդ դասին, իսկ այսօրվա համար թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առիթով եւ մաղթել սրտի կայուն ռիթմ։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ ցանկանում, որ ձեր սրտի ռիթմը միշտ լինի կանոնավոր, չունենաք արիթմիկ որևէ շեղումներ, Մեր աշխատանքից սրտի միշտ լինի լավը եւ միշտ մոտիվացնեք մեր ռադիոլսողներին, ինչպես նաև դիտողներին, այնպես որ ես ասեմ, որ իհարկե դուք Լուսինե եւ դուք Տիգրան միանշանակ մոտիվացնում եք մեզ ամեն առավոտ եւ առհասարակ կյանքում եւս։ Շնորհակալ եմ շատ։ Բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյանի հետ ենք զրուցում, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Midnight queen, so
10:36 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ շնորհակալություն հայտնում ջերմ խոսքերի համար։ Այստեղ շատ ռադիոլսողներ բարի լույս են մաղթում նորից մեզ on-line հարթակում Կարինե Մկրտչյան, Ստյոպ Վարդանյան, Վարդիտեր Գևորգյան, ասում է թող ամեն օրն էլ բարի լինի։ Էստեր Մխիթարյանն է մեզ ողջունում, ասում Աստծով բարի եւ օրհնյալ օր բոլորի շնորհակալություն։ Դուք էլ մեզ եք ջերմացնում, մեր հոգիներն եք ջերմացնում եւ իհարկե սրտի բաբախը մի քիչ արագացնում հաճելի պահերից, իսկ սրտի բաբախը հաճախ նաև ավելի արագանում է, երբ սիրելի էակի հետ օրինակ համբուրվում ես։ Առավոտյան ինչեր ենք խոսում, ինչ թեմաներից։ Բայց ասենք որ ունենք այդ իրավունքը, որովհետև հուլիսի 6-ին աշխարհը նշում է համբուրի օրը եւ մենք եղել ենք մի քանի հետաքրքիր փաստ հենց համբուրի մասին։ Դե ասենք նաև, որ համբույրի ժամանակ աշխատում է 30-ից ավելի մկան, այո, ավելի քան 30 մկան, հատկապես շուրթերի եւ այտերի մկանների մասին է խոսքը։ Ասեմ ավելին, ռոմանտիկ համբույրի ընթացքում ուղեղն արտազատում այնպիսի նյութեր, ինչպիսիք են դոպամինը, օքսիտոցինը, սերոտոնինը, որոնք կապված են հաճույքի, վստահության եւ կապվածության զգացողությունների հետ։ Նաև համբույրը կարող է ժամանակավորապես նվազեցնել սթրեսի մակարդակը, քանի որ նպաստում է սթրեսի հորմոն կորտիզոլի նվազմանը, այս բaragam եթե զգում եք ձեզ մոտ սթրեսը, շատ արագ համբուրվեք ձեր սիրելիի հետ։ Հաջորդ փաստը ներկայացնելուց հետո գուցե եւ ձեզ մոտ նվազի ցանկությունը համբուրվելու, բայց դա այդպես է դրանից չէ։ Միջին տևողությամբ համբույրի ընթացքում զույգերը կարող են փոխանակել միլիոնավոր բակտերիաներ, թեև դա կարող է զարմանալի թվալ առողջ մարդկանց դեպքում, դրանց մեծ մասը անվնաս է, անհոգ եղեք, իսկ իմունային համակարգը սովորաբար լավ է հաղթահարում դրանք, այնպես որ վստահ համբուրվեք։ Աշխատում է այդ ուղղությամբ, իդեպ ասենք նաև, որ ոչ բոլոր մշակույթներում է ռոմանտիկ համբույրն ավանդական վարքագիծ եղել, մարդաբաններն օրինակ ուսումնասիրել են եւ հասկացել, որ աշխարհի որոշ հասարակություններում այն պատմականորեն չի եղել սիրո արտահայտման սովորական ձև։ Չհասկացա ճիշտն ասած, բայց դե ոչինչ, ինչ անենք։ Մինչև կմարսենք այս լուրը, երաժշտություն։ Այս ոնց որ իմ սիրելի երգերից ես դրել, այո, գնացինք։ Oh baby. Yeah. Listen to this. Spy on me, baby, you satellite. Every rep to see me move through the night. Aim gonna fire, shoot me right. I'm gonna like the way you fight. I love the way you fight. Now you found the secret code I use to wash away my lonely blues. Well, so I can't deny or lie, 'cause you're the only one to make me fly. You know what you are? You are sex bomb, yeah. You're a sex bomb. You can give it to me when I need to come along. Give it sex bomb. You're my sex bomb, and baby you can turn me on. Baby you can turn me on. You know what you're doing to me, don't you? I know you do. Now don't get me wrong, ain't gonna do you no harm. No. This bomb's for loving and you can shoot it far. I'm your main target, come and help me ignite. Love struggle holding you tight. Hold me tight, dog. Make me explode, although you know the route to go to sex me slow. And yes, I must react to claims of those who say that you are not all that. Sex bomb, you're my sex bomb. You can give it to me when I need to come along. Sex bomb, yeah. You're my sex bomb, and baby you can turn me on. Turn me on, dog. Sex bomb, you're my sex bomb. You can give it to me when I need to come along. Sex bomb, you're my sex bomb, and baby you can turn me on.
Սուրճ ու սեր առավոտից։ 19:42 համբուրարատ սիրո առավոտ Անդրեյնի ուղիղ եթերից Աշխատեք չնյարդայնանալ ոչ մի բանից հարգելի ռադիո լսողներ, ամեն ինչ արեք, որպեսզի նյարդայնացումներ տեղի չունենան։ Համբուրվեք։ Դե եթե հնարավոր է Տիգրան ջան, կողքդ այնպեսի մարդ է, ում հետ կարող ես համբուրվել ի վերջը, դա էլ է չբարդ։ Ամեն ինչ, ինչպես ասում իրավիճակը փրկելի է։ Իդեպ դու գիտեի, որ համբուրի մասին ամենահին գրավոր հիշատակումները հայտնաբերվել են հին տեքստերում, որոնք թվագրվում են մոտ 4500 տարի առաջ Միջագետքի քաղաքակրթությունից եւ Հնդկաստանից։ Այդ տեքստերում համբուրը նկարագրվել է որպես սիրո, մտերմության եւ երբեմն նաեւ հարգանքի արտահայտություն։ Տեսնես ինչու բացարձակ զարմացած չեմ, որ Հնդկաստանից է։ Իրականում համբույրի ժամանակ իդեպ ակտիվանում են ուղեղի բազմաթիվ շրջաններ, որոնք կապված են հույզերի, հիշողության, հպման եւ պարգևատրման համակարգերի հետ։ Իսկ որոշ գիտնականներ ենթադրում են, որ համբույրը կարող է նաև օգնել մարդկանց անգիտակցաբար գնահատել միմյանց օրինակ բուրմունքը եւ կենսաբանական համատեղելիության որոշ առանձնահատկություններ, թեև այս թեման դեռ ակտիվորեն ուսումնասիրվում է։ Այստեղ քիմիայի հետ գործ ունենք էլի։ Շատ մարդիկ հիշում են իրենց առանցին ռոմանտիկ համբույրը նույնքան վառ, որքան կյանքի այլ կարևոր իրադարձություններ, քանի որ այն հաճախ ուղեկցվում է շատ ուժեղ, հուզական ապրումներով։ Որտեղ համբույրը, այնտեղ սրտի աշխատանք։ Այո, հիշենք, որ այսօր սրտաբանի օրն է նաև եւ հավելենք, որ կրկոտ համբույրի ընթացքում սրտի զարկերի հաճախականությունը սովորաբար բարձրանում է եւ օրգանիզմը կարող է մի փոքր ավելի շատ էներգիա ծախսել, քան հանգիստ վիճակում։ Դե հա, այդպես է, բայց մենք հաճախ նաև տեսնում ենք համբույրները ֆիլմերում մի տեսակ շատ ռոմանտիզացնում եւ մեզ թվում է, որ հիմա ոտիկով օպ պիտի անենք, հայտնվենք 7-րդ երկնքում, թիթեռնիկները սավառնեն ու երբ ֆիլմի այդ արդյունքը չեք ստանում, միանգամից հիասթափվում եք։ Համաշխարհային ֆիլմերում ի դեպ ամենահայտնի համբույրների տեսարաններից շատերը դարձել են մշակութային խորհրդանիշներ եւ հաճախ հայտնվում են բոլոր ժամանակների լավագույն ռոմանտիկ տեսարանների ցանկերում։ Այսքանը համբույրի մասին իհարկե կարելի է երկար խոսել, բայց ինչպես ասում են, պրակտիկան երբեք չի փոխարինի ուսուցանը։ Դրթում ես մարդկանց, որ համբուրվեն, հա? Ինչու ոչ։ Իսկ ինչու ոչ, հիմա թող մեր սիրտը էլ ավելի բաբախի։ Այո։ Ես վաղոց չեմ սիրել, չեմ մոլորվել, ինչ չկոծրել Աչկերիս մեջ նայիր, վաղերիս համացիր Որ հանձնվեմ քո շուտերի տակ համբուրից
Սուրճ ու սեր առավոտից։ 10:47 րոպե ուղիղ եթերում հանրային ռադիոն է։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե կոչանում առավոտյան խմել համապատասխան չափաբաժնով սուրճ, որպեսզի լինեք մոտիվացված, լավ տրամադրությամբ, ցանկալի է որ այդ սուրճը խմեք հաճելի մարդկանց հետ, ինչպես մեր բժիշկն ասաց, որ շատ կարեւոր է հաճելի ու ջերմ մարդկանցով շրջապատված լինել, սա եւս մոտիվացնող է եւ միևնույն ժամանակ շատ կարեւոր է որպեսզի սուրճի սեղանի շուրջ զրուցեք հաճելի թեմաների շուրջ, այլ ոչ թե այն վերածվի բամբասանքի։ Օրինակ վերջին շրջանում վստահ եմ, որ շատ սուրճի սեղանների շուրջ խոսում են ֆուտբոլային հանդիպումներից եւ քննարկում են, որովհետեւ բազմաթիվ անկախատեսելի ելքեր են եղել։ Եվ այս պահին ճիշտ ժամանակն է տեղափոխվելու ֆուտբոլային աշխարհ, տեղեկանանք այսօր եւ վաղը սպասվող հանդիպումների մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր նաեւ վաղը կշարունակվեն 1/8 եզրափակչի հանդիպումները։ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում կմրցի Պորտուգալիայի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը Սիեթլում կխաղա Բելգիայի հետ։ Եվ այս զույգերի հաղթողները քառորդ եզրափակչում կմրցեն իրար հետ։ Պորտուգալիա-Իսպանիա խաղը այսօր Երևանի ժամանակով կարող եք հետևել ժամը 23-ին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելգիա խաղը արդեն հուլիսի 7-ին, լուսադեմ ժամը 4-ին խաղը կկայանա։ Այսպեսի նորություններ ֆուտբոլային աշխարհից։ Շատերը դեպ ֆուտբոլասերներ, պահպանեք ձեր նյարդերը, դրանք չեն վերականգնվում, ֆուտբոլիստները կհաղթեն, կպարտվեն, բայց միևնույնն է խաղը էլի վազում են էլի։ Թեթև տարեք։ Թեթև տարեք, այո։ Watch it burn. Don't waste time on feeling. Use your passion. No return. Hold me in your heart tonight in the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last words of your life.
10:53 րոպե, մենք դեռ հանրայինի ուղիղ եթերում ենք, հրաժեշտից առաջ մուտք գործեցի Երևանյան խցանումների քարտեզ, խցանումներ ստացել են։ 7 բալը շարունակում է պահպանվել։ Կայուն ծանր է մեր խցանումների վիճակը։ Բայց խնդրեմ Գարեգին Նժդեմ փողոցի վրա այս պահին 2 ավտովթար կա, լավ մեկը է։ երրորդ մասի հրապարակի մոտ է։ Երկրորդը մի փոքր ավելի հեռու, բայց մեկ փողոցի վրա 2 ավտովթար այսպես եւ բնականաբար Գարեգին Նժդե փողոցը գեր ծանրաբեռնված է այս րոպեներին։ Լավ չի էլի։ Լավ չի, ինչ Ինչ ասեմ։ ասենք։ Մյուսը Սևանի փողոց եւ Էլի Նժդե կա։ փողոցների հատման վրա երկրորդ վթարը։ Խցանումներն էլ պահպանվում են հարգելի ռադիոլսողներ, հիշեք, որ մեծամասամբ նաև խցանումներ ստեղծում եք հենց ինքներդ դուք ձեր վարքագծով, ձեր վարման տարբերակով, չհարգելով մեկը մյուսի, փորձելով մտածել, որ դուք առավելություններ ունեք մյուսի նկատմամբ, միևնույն է, որ խցկվում եք եւ առաջ եք գնում, կարմիր լույսի տակ կանգնում եք, թեպետ կան վարորդներ, որ ոչ էլ կարմիր լույսի տակ են կանգնում։ Այդպեսի բան։ Զարմացած եմ ուղղակի, Եթե ապշահար եմ։ թրջվելու սիրահար չեք, ապա անձրևանոց վերցրեք, օրվա ընթացքում կլինի նաև անձրև, այս պահին Լավ էլի 23 չեմ աստիճան է։ 23 ընդամենը, հետո էլ կասեք ամառը, թեպետ շատ ավելի լավ է այս տարբերակով, բայց մենք սովորենք, որ ամռանը պիտի տանջվենք շոքից, չէ՞ լավ իմաստով։ Չեմ ուզում տանջվել, ոչ Դե, լավ շոքից, ոչ իմաստով։ սրտից։ Սիրում որպեսզի լինի կոմֆորտ Դե բայց մի եղանակ։ տեսակ շատ է խոնավային հատված։ Հաջողորեն ենք մաղթում բոլորին, թող հուլիսի 6-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Հիշեք, որ այսօր օրվա ընթացքում անպայման պիտի համբուրվեք, համբուրի օրն է։ Եթերում աշխատեցին Լուսինե Մուրադյանը, Եվ Տիգրան Հարությունյանը։ մինչ վաղը։ The morning light is turning blue, the feeling is bizarre. The night is almost over, I still don't know where you are. The shadows, yeah, they keep me pretty like a movie star. The daylight makes me feel like Dracula. In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave you. Never see me in the light of day. It's far too late. The time has come. I'm on the verge of caving in. I run back to the top. Now I'm Mr. Charisma, fucking Pablo Escobar. My friends are saying, shut up, Jenny, just get in the car. I just wanna be right where you are. In the end, I hope it's you and me. In the darkness, I would never leave. Saw this moment coming from afar. Now here we are. Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Run from the sunlight, Dracula. Isn't the view spectacular? Hey Kevin, what's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this road. I'ma need a blow. Sky is turning blue. Let it clear the slow whip stain on the rim. Ace is about to blow. Sinking in my teeth.